իրանց ամբողջ լիմիտը 10,000 է, դրանից ավել չի կարող ունենա իշխանությունը, այսինքն ինչքան ադմինիստրատիվ ռեսուրսով բանով հասնում են դրան, ինչքան շատ մարդ դուրս գա, իր տոկոսի իջնում է։ Դրա համար, երբ որ ես խնդրում եմ, ուղղակի բառից բուն իմաստով խնդրում եմ, ապահովել մաքսիմալ մասնակցություն, մարդկանց հասկանալ, մարդկանց հետ աշխատել, մարդկանց բացատրել, որ քո ճակատագիրը դու ես որոշ։ Իսկ ցանկալի տարբերակ է ուժերի, ընդդիմադիր ուժերի միավորումը, այսինքն այդ վերադասավորումները երբ որ լինեն ձայների, ձեզ համար ընդունելի է ձեր թեկնածուի համագործակցությունը մյուս ընդդիմադիր ուժերի հետ։ Ժողովուրդ, խնդիրը նա է, որ ինձ համար ընդունելի է իհարկե միավորվեն, կապ չունի ով ում հետ է միավորվում, բազմաբևեռություն, հա, միահեծանությունը բերում է այս վիճակին, որտեղ մենք կանք հիմի։ Սա մենք ենք արել, այ մեր անտարբերությամբ, մեր, ասենց ասենք, մեր հանրապետություն մարդիկ կան, ասում են, ինչի եք գնում, դա Լոնդոն նստած որոշում են, Ամերիկա, մենք ով ենք, որ ինչ որոշենք, բան, այդ ապուշները խաբում են այս ազգին։ Ժողովուրդ, ուղիղ ձեր ձեռքին է, դուք եք որոշողը մենակ։ Միայն ու միայն դուք, այս մարդիկ գալիս են ձեզ ծրագիր են ներկայացնում, ձեզ ծառայեն։ Հետո դառնում չարիք ձեր գլխին։ Անա պիտի ձեզ ծառայեն, նա պետք է օրենսդրական բազա ստեղծի, թոշակը դառնա նվազագույնի 98,000։ Ծնվել է երեխան, այսօր դեմոգրաֆիան գիտեք ինչ հայտարարակ վիճակում է եւ դեպի ուր են գնում։ Նայեք 30 տարի է օրենքներ են ընդունում, փոխում են օրենսդրական բազան, որ ամեն կառավարություն նույն ձևի եւ այսօրվա գործողը որոշումներ են կայացրել 3-րդ երեխայից հետո ինչքան գումար, 4-րդից հետո ինչքան գումար, բան, նայեք, վերցնում ենք նա սովետի փլուզումից հետո Հայաստանում եղել է 57,000 ծնելիություն, Արցախում 2,600։ Այսօր Արցախ, Հայաստան միասին են, ստեղ են, այո, 33,600։ Օգտա բերել մեզ։ Իհարկե ոչ։ Նայեք, բոլորի ժամանակ Նիկոլը ընդունել է Սերժ Սարգսյանից, Սերժից, ասենք 18 թվականին, հա, եղել է 36,600, դեռ Արցախն էլ իր տեղը, այդ 2,600-ը, հիմի երկուս միասին 33,600 ենք, հիմի ուզում եմ հարցնեմ, հասկանում ենք 5,000 երեխեն ուրա գնացել, այսօր գնում ես գյուղերը, ես եղել եմ Էջմիածինի գյուղերում, չէ, ստի, որ մարդիկ, ասենք, 35-40 տարեկան չեն ամուսնանում, պրոբլեմը ինչն է, չի կարող եղանալու երեխեն պահի, այդ աղջկանը նորմալ պահի, բան, ասինքն մենք այդ խնդիրը լուծելու համար պետք է ծնված երեխան, կապ չունի 1-ն է, 2-ն է, 12-ն է, $250 փող տանք, դա ինչ